Բարև ձեզ հարազատներս, այսօր կպատմեմ գինեկոլոգիական թեմա կլինի, կպատմեմ թե ինչ են կատարում առաջի այցի ժամանակ, ինչպես է տեղի ունենում գինեկոլոգիական այցը, ինչ սպասել, որտեղ կան կանայք, ովքեր գինեկոլոգի մոտ ոչ մի անգամ չեն եղել բացի ծննդաբերությունից, կան կանայք, որ գալիս են ու դեռ շարունակում են ասել, որ ամենատհաճ տեղը, որ գնացել են, դա գինեկոլոգն ու ատամնաբուժն է, հիմա այդպիսի բան չպետք է լինի, ոչ մի ցավեր չկան գինեկոլոգիական այցի ժամանակ ու պատմելու եմ ինչ է տեղի ունենում, կպատմեմ նաև երկու դեպք իմ վերջերս տեղի ունեցած դեպքերից, որտեղ մի բուժարորի դուր է եկել, մյուսին դուր չէ եկել ու եթե հետաքրքիր կլինի մինչև վերջ լսեք։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի 10 ամիս է աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն ինչ է տեղի ունենում գինեկոլոգի առաջի այցի ժամանակ։ Առաջի բանը, որ սա անեստեզիոլոգները ոչ միայն դիտորդներից, հետևորդներից համար է, նաև բժիշկների համար, ջահել բժիշկների համար, որ կուզեմ ուսուցողական լինի։ Առաջի այցի ժամանակ շատ մանրամասն գրի եմ առնում գանգատները բուժարուի։ Քանի որ անգամ սա շատ կարևոր է գրի առնել, քանի որ երկրորդ այցի ժամանակ էլ չենք հիշելու ինչի համար է գանգատվում, սա շատ կարևոր է գրի առած ունենաս, որ իմանաս ինչ նպատակով է եկել այս կինը։ Լինում են դեպքեր, երբ որ կինը գալիս է ոչ մի խնդիր չունի, ուղղակի ասում է եկել եմ ստուգվելու, վերջում հետազոտությունների ժամանակ հասկանում ես, որ այս կինը անպտղություն ունի, ախտորոշում ես դնում անպտղություն, բայց այս կինը ոչ մի պլան չունի հղիության։ Ու դու կարող ես գնաս այն ուղղությամբ, որ իրեն խորհուրդներ տաս, ինչպես անպտղությունը ախտորոշել, բուժել, բայց կինը այդպիսի խնդիր չունի իր առջև դրված։ Ուրեմն գանգատները շատ կարևոր են գրի առնել, եթե կինը ասում է գանգատներ չունի, գրում են, որ չի նշում, բայց եթե զրուցելուց, հետազոտելիս հասկանում եմ, որ այս կինը ունի ցավեր դաշտանի ժամանակ, արդեն ավելացնում եմ փակագծերում, որ դաշտանային ցավեր, սեռական հարաբերությունների ժամանակ ցավեր եւ այլն։ Ուրեմն գանգատները մանրամասն գրի առնված պիտի ունենանք։ Հետո երևի մի 7-8 րոպե անամնեզ եմ հավաքում, գիտեն բուժարուներս, որ շատ մանրամասն եմ դա կատարում, ալերգիաների մասին եմ անպայման հարցեր տալիս, ինչ վիրահատություններ են ունեցել, ինչ քրոնիկ հիվանդություններ ունեն, ինչ դեղորայք են օգտագործում, շատ կարևոր է ժառանգական մասին եմ հարցեր ժառանգականության, որ քաղցկեղ կան թե չէ, տրոմբոեմբոլիկ բարդությունների, արյունահոսություններ կարող է հեմոֆիլիա ունեն հարազատներից եւ այլն։ Անպայման հարց եմ տալիս կոտրվածքների մասին, կոտրվածքների ավտովթարների մասին։ Մի դեպք է եղել, ես 1 տարի 10 ամիս է Հայաստանում եմ, մի դեպք է ընդամենը եղել, որ այդ հարցի պատասխանը հետաքրքիր է եղել, բայց պիտի այդ հարցը բոլորին տաս։ Որ դեպքն է եղել, ուրեմն կին է 30 տարեկան, դաշտանային ցիկլի խանգարում ու շուրջ դաշտան է տեսնում, արդեն ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ եւ այլն, ու որ հարցը տալիս ես կոտրվածքներ ունեցել ես թե ոչ, ասում է հա բժշկո ջան, 6 հատ կոտրվածք եմ ունեցել մեծ տարիքում։ Բնական է ինքնուրույն չէր գալու ինձ ասել գինեկոլոգին, որ ինքը 6 կոտրվածք է ունեցել։ Սա ինչ է նշանակում, եթե ուշ դաշտան է տեսնում կինը, որ արդեն ռիսկեր կան օստեոպարոզի, արդեն գուցե ունի այդ օստեոպարոզ, անպայման չի դա 60 տարեկանում լինի։ Ուրեմն անամնեզ հավաքելը մանրամասն շատ կարևոր է։ Անամնեզը հավաքելուց հետո զննում եմ գինեկոլոգիական մահճակալի վրա։ Զննումը սկսում ենք հայելիներով, եթե կինը սեռական հարաբերություններ է ունեցել, մենք զննումը կատարում ենք հայելիներով։ Եթե կինը չի ունեցել սեռական հարաբերություններ, մենք ռեկտալ հետազոտություն ենք անում, այսինքն մի մատը ձեռնոցով իհարկե մի փոքր գել ենք քսում, որ ցավոտ չլինի եւ հետանցքից ենք այդ հետազոտությունը անում։ Բայց այն կանայք, ովքեր սեռական հարաբերություններ ունեն, հեշտուց ենք մտցնում հայելին, որ այդ հայելին բացում ենք ու տեսնենք արգանդի վզիկը ինչ վիճակում է։ Եթե պետք է պապքսուկ ենք վերցնում։ Դա արդեն երևի ասել եմ, որ բոլոր կանայք 21 տարեկանից մինչև 65 տարեկան 3 տարին մեկ պիտի պապքսուկ հացնեն։ Սա շատ լավ սկրինինգային մեթոդ է արգանդի վզիկի նախաքաղցկեղային եւ քաղցկեղային հիվանդությունները հայտնաբերելու։ Երբ որ կարող է ուրիշ հետազոտություններ էլ վերցնի ձեր բժիշկը, լինում են դեպքեր, որ սովորական քսուկ ենք վերցնում, ես շատ հազվադեպ եմ սովորական քսուկ վերցնում, ավելի շատ սեռական վարակներն եմ հակված հետազոտել, եթե ռիսկեր կան, կարող է լինել, որ բակտերիոլոգիական հետազոտություն, որը մեզ ցույց է տալիս ինչ հակաբիոտիկով բուժել այն ինֆեկցիան, որը կա հեշտոցում։
Ուրեմն հետազոտությունները վերցրեցինք, քսուքները, դրանից հետո այդ հեշտոցային հայելին շատ դանդաղ հանում ենք ու զննում ենք հեշտոցի պատերը, լորձաթաղանթը, ոչ միայն իջեցումների համար է, ախտորոշման համար է սա կարևոր, այլ նաև հեշտոցի հենց պատերը զննելու համար, քանի որ գիտենք, որ մարդու պապիլոմա վիրուսը շատ տարածված է, սեռական կյանքով է, սեռական ակտերի ժամանակ է մեկից մյուսին տեղափոխվում եւ առաջացնում է ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղ կարող է առաջացնել, այլ նաև հեշտոցի պատերի քաղցկեղ եւ շքի մաշկի։ Դրա համար այդ զննումը շատ կարեւոր է։ Հեշտոցային հայելիներով զննումից հետո մենք կատարում ենք երկու ձեռքով զննումը, այսինքն երկու մատը մտցնում ենք հեշտոց, հասնում մինչև արգանդի վզիկը։ Մյուս ձեռքը դնում ենք որովայնի վրա եւ երկու ձեռքերի արանքում շոշափում արգանդը։ Տեսնում արգանդի չափսերը, դեֆորմացված է թե ոչ միոմաներով, շարժուն է թե ոչ, ցավոտ է թե ոչ այդ շարժումները։ Հետո արգանդը շոշափելուց հետո երկու կողմից ենք շոշափում, որ ձվարանների հատվածը, լինում են դեպքեր, որ ձվարանները շոշափելի են, լինում են դեպքեր, որ մեծ են նորագոյացություններ ունեն, եւ լինում են դեպքեր, որ չենք շոշափում, ուղղակի տեսնում ենք, որ տարածքը հանգիստ է։ Օրինակ այսօր մի շատ հետաքրքիր դեպք էր, կին էր եկել, որ քրոնիկ ցավեր ունի կոնքում, ինչ հետազոտություն ասես, որ քանի անգամ վիրահատել են լապարոսկոպիկ, մեկ մի փողն են հեռացրել, մյուս փողն են հեռացրել այդ ցավերը, որ հասկանան որտեղից է, անպտղություն ունի հետնել։ Հիմա էլ ախտորոշել են, որ արտաքին էնդոմետրիոզ ունի շատ տարածված 4-րդ աստիճանի, որ պետք է նոր վիրահատություն անել։ Երկու մատս, որ մտցնում եմ հեշտոց, միջև այս մյուս ձեռքով հետազոտելը, փորձեցի այս երկու մատով այս արգանդը տեղաշարժել էլ վերև, ներքև, աջ, ձախ ու այս կինը ոչ մի գանգատ չունի, զրուցում է ինձ հետ։ Նոր արդեն իրեն բացատրեցի, որ գիտես դու գինեկոլոգիայի հետ ոչ մի խնդիր չունես, քո այդ ցավերը պետք է գտնենք ուրիշ պատճառ գտնենք։ Դա կարող է աղիքների հետ կապված լինել, նյարդաբանի խորհրդատվություն, ուրոլոգի հետ խորհրդատվություն, ամենակարևորը այդ քրոնիկ կոնքի ցավերի դեպքում, երբ որ կինը անընդհատ ցավեր է ունենում, անընդհատ ցավազրկողների վրա է, շատ կարևոր է հոգեբուժի խորհրդատվությունը։ Հոգեբուժի խորհրդատվությունը չի նշանակում, որ կինը շիզոֆրենիա ունի եւ այլն, բայց կան դեպքեր, երբ որ հակադեպրեսանտ է նշանակում, եւ այս կնոջ մոտ այդ ցավերը վերանում են։ Սա շատ կարևոր է։ Սրանց մասին արդեն առանձին դեպքերի մասին իհարկե առանձին զրուցելու է։ Ուրեմն երկու ձեռքերով զննումը կատարեցինք, վերջացրեցինք, կնոջը նստացնում եմ եւ սկսում եմ զննել կուրծքը։ Նորից եմ ասում, կապ չունի կինը ինչ գանգատով է եկել, անգամ ինքը կարող է գանգատված լինել, գանգատ ունենալ, որ ցավեր աճ կրծքագեղձում։ Կապ չունի, ես ամեն ինչը ոնց նկարագրեցի, սկզբից գանգատները, հետո ամբողջ անամնեզը, համ հավաքում եմ, համ գրի եմ առնում, տպած անպայման պիտի ունենամ, հետո այս ամբողջ հետազոտությունները նոր վերջում անպայման կրծքագեղձերը ստուգելը։ Կապ չունի հետազոտությունը արվել է թե ոչ, ու այս ամենը պիտի դառնա սովորություն բժշկի համար, մանկաբարձ գինեկոլոգի համար, երբ որ մի բանը դառնում է քեզ համար սովորություն, սա արդեն ավտոմատ է լինում, մեր քեզանից ոչ էներգիա է տանում, ոչ ջանք, որովհետև ինքը իրան արդեն գնում է, չես մտածում հերթականությունը, որը անես, ինչ անես, շատ կարևոր է։ Զննեցի կնոջը, նստացնում եմ, արդեն սեղանի շուրջ եւ ասում եմ, որ ինձ մի 5 րոպե ժամանակ տվեք, որ ես մտքերով կենտրոնանամ, տեսնեմ ինչ խորհուրդներ պիտի տամ։ Այդ ընթացքում ես գրի եմ առնում այն ինչ որ տեսա, համադրում եմ իր գանգատների հետ, իր անամնեզի հետ եւ տալիս խորհուրդներ։ Խորհուրդներս բաժանում եմ 3 խմբի։ Առաջի խումբը կապ չունի կինը ինչ գանգատներով է եղել, պիտի ժխտեմ քաղցկեղը։ Բոլոր ամբուլատոր բժիշկները առաջի քայլը որ պիտի անեն, դա դեպրեսիան ժխտելը, մեկ էլ քաղցկեղը ժխտելը։ Կապ չունի ինչ գանգատներով են եկել այս մարդիկ։ Ուրեմն քաղցկեղը ժխտելու համար 2 սկրինինգ ունենք, որ իրար խորհուրդ եմ տալիս 3 տարին մեկ պապքսուկ ենք հանձնում, արդեն ասել եմ 21-ից 65 տարեկան բոլոր կանանց եւ 40-ից մինչեւ 75 տարեկան կանայք ամենակիչը 2 տարին մեկ մամոգրաֆիա պիտի անեն եւ կրծքագեղձի ինքնազննում։ Սա առաջի խումբն է հետազոտությունների, որ տալիս եմ։ Երկրորդ խումբը խորհուրդների, որ տալիս եմ, կապված են կնոջ գանգատների, իմ զննման արդյունքների հետ, անամնեզի հետ կապված արդեն։ Սրանք կարող են լինել գերձայնային հետազոտություն կարող եմ խորհուրդ տալ։ Օրինակ, եթե կինը ճարպակալում ունի, ես ձեռքերով չեմ կարող ամեն ինչը ճիշտ զննել, խորհուրդ կտամ գերձայնային հետազոտություն անել։ Եթե կինը ունի արյունային արտադրություն, առատ դաշտան, դաշտանային ցիկլի խանգարում, լինում է դեպքեր, որ արգանդի խորություն պոլիպ կա կամ ուրիշ հիվանդություն կա, որը ես ձեռքերով չեմ կարող դրսից շոշափեմ։ Դրա համար մենք խորհուրդ կտանք գերձայնային հետազոտություն անել։
Երկու այլ հետազոտություններ, որ մենք խորհուրդ ենք տալիս նույնպես ամբուլատոր, այսինքն պոլիկլինիկայի պայմաններում կատարել, դա կոլպոսկոպիան է եւ պայպել բիոպսիան է։ Կոլպոսկոպիան դա արգանդի վզիկը մանրադիտակի տակ նայում ենք։ Դա հիմա կոչվում է վիդեոկոլպոսկոպիա, քանի որ կինը էկրանի վրա նույնպես տեսնում է իր արգանդի վզիկը մեծացրած, խոշորացույց մեծ էկրանի վրա տեսնում է, ցույց ենք տալիս, ասում ենք, գիտես, այս մասը նորմալ է, իսկ այս մասը դուք տեսնում եք, որ նորմալ չի, նորմալ ռեակցիա չի տալիս, օրինակ յոդի լուծույթով ենք մշակում, քացախաթթվով ենք մշակում, եթե ռեակցիան նորմալ չի, կնոջը ցույց ենք տալիս, բացատրում ենք, որն է նորմալ, ու ասում ենք, որ այստեղից մի փոքր նմուշ պիտի վերցնենք, բիոպսիա է կոչվում։ Բիոպսիա բառից մեր երկրում, չգիտես ինչի, լեղաճակ են լինում, բիոպսիա բառը շատ նորմալ բառ է, շատ ժամանակին պիտի արվի։ Լինում է դեպքեր, որ կինը ուշ է գալիս բժշկի, բիոպսիան ցույց է տալիս արդեն քաղցկեղ, ուշացում է արդեն, դրանից հետո մի ամիս մահանում է եւ համարում են, որ դա բիոպսիայից քաղցկեղ եղավ։ Ոչ, ուղղակի շատ ուշ էիք դիմել։ Իսկ այդ բիոպսիան մենք անում ենք այն սկզբնական շրջաններում, երբ որ ինչ-որ մի բան մեզ դուր չի գալիս, պիտի մի նմուշ վերցնենք, հետազոտենք։ Երկրորդ հետազոտությունը, որը ամբուլատոր կատարում ենք, դա պայպել բիոպսիան է։ Առաջներում, եթե կինը առատ դաշտաներ ունենում, երկարատև արյունահոսություններ, բոլորին արգանդի խոռոչի քերում էինք անում, այդ որ նյութ վերցնենք արգանդի խոռոչից, արգանդի խոռոչի քաղցկեղը շղթենք։ Հիմա կան դեպքեր, երբ որ կարելի է պայպել բիոպսիա անել, այսինքն մի փոքր խողովակի 2 մմ-անոց արգանդի խոռոչ ենք մտցնում, հանում ու այդ հյուսվածքաբանական հետազոտության ուղարկում։ Սա նույնպես կարելի է անել ամբուլատոր, այսինքն պոլիկլինիկայի պայմաններում։ Եվ երրորդ խմբի խորհուրդներս, որ կան դիսպանսեր հետազոտություններ եմ անվանել, դրանք, որ իմ գինեկոլոգիայի հետ բոլորին բացատրում են, որ կապ չունի ձեր գանգատների հետ, բայց քանի որ եկել եք բժշկի, խորհուրդ եմ տալիս ձեզ հանձնել արյուն, արյան անալիզ, մեզի անալիզ, լինում են դեպքեր, որ ասում են բիոքիմիական անալիզ հանձնեք, օրինակ լյարդի երիկամների ֆունկցիան, մանավանդ այն դեպքերում, երբ որ պատրաստվում եմ բուժում նշանակել, օրինակ հորմոնալ թերապիա եւ այլն։ Այսքանն է առաջի խորհրդատվության պարունակությունը։ Վախենալու ոչ մի բան չկա, հիմա ցավոտ ոչ մի միջամտություն չկա, որ մենք ինչ որ ցավոտ է, ասում ենք, գիտես, մյուս անգամ կգաս նարկոզով կանենք կամ այս միջամտությունը կամ այլ։ Այն կանայք, ովքեր սեռական հարաբերություններ չեն ունեցել, ռեկտալ հետազոտություն ենք անում, ինչպես ասացի, մի մատը մտցնում ենք հետանցք, նոր վերևից փորձում արգանդը շոշափել այս երկու ձեռքերի արանքում։ Կարծում եմ այսքանը մանրամասն բացատրեցի գինեկոլոգիական այց իրենից, ինչ է ներկայացնում, ինչ սպասել այս այցից։ Իհարկե, առաջի այցը սա խորհուրդներ են միայն հետազոտությունների, կարող է մի այցով ամբողջությամբ ավարտվի ու ձեր բժիշկը ասի մյուս անգամ կգաք 1 տարի հետո։ Բայց լինում են դեպքեր, որ հետազոտություններ պետք է արվեն եւ պիտի կրկնակի այցի գար։ Ես բոլոր բուժառուներից ասում եմ, ոչ մի հետազոտությունից չեք ուղարկում, ոչ մեյլից, ոչ հեռախոսից, որտեղ կարող եմ շփոթել արդեն նույն անունով, նույն ազգանունով ահագին բուժառուներ ունեմ ու դեպքեր են եղել, որ շփոթել եմ անգամ վերջերս, հենց որ սկզբունքից դուրս եմ գալիս, ասում եմ լավ դես, ազատ ժամանակ ունեմ, մի հատ նայեմ տնամ, ինչ է ուզում, ու խորհուրդներ ուղարկում ու տեսնում ես լրիվ ուրիշ մարդու լրիվ ուրիշ բան եմ ասել։ Այսպեսի բան կարող է լինել, ուրեմն գալիս եք ձեր այցին երկրորդ, բացում ենք ձեր գրառումները, տեսնում ենք դուք ճշտում ենք, որ սա դուք եք հենց ձեր տվյալներն են, ձեր անալիզներն են ու ըստ այդմ խորհուրդներ ենք տալիս։ Հիմա երկու հետաքրքիր դեպք պատմեմ, մեկը որ հիվանդին դուր չեմ եկել, երկրորդ դեպքը որ օգտակար եմ եղել։ Ուրեմն ժամանակ առ ժամանակ իմ հիվանդներին գրառումներ եմ ուղարկում։ Օրինակ կարող երբ ժամանակ եմ ունենում, չեմ սիրում ժամանակը սենց անցնի, ու կարող է կես տարին մեկ ուղարկեմ, կարող է մի տարի հետո ուղարկեմ ու ուղարկում, գիտեք, բարև ձեզ, այս օրը եկել եք ինձ մոտ այցի, ձեզ խորհուրդ եմ տվել պապքսուկ հանձնել եք, հարգանքներով մանկաբարձ գինեկոլոգ Հայկույ Աղաջանյան։ Ուղղակի հիշեցում է, կարող է հիշեցում ուղղակի մամոգրաֆիան արել եք թե ոչ եւ այլն։ Հիմա այսօր մի բուժառուի, ուրեմն բուժառուներս են ունեն բարձր ռիսկի բուժառուներ, որոնց մոտ բարձր ռիսկեր կան այս կամ այն հիվանդության։ Ու այս բուժառուն արտահայտված ճարպակալում ունեցող, բարձր զարկերակային ճնշում, եթե չեմ սխալվում, շաքարախտել ուներ, ծննդաբերություններ չէր ունեցել ու գանգատը, որ եկել էր առատ դաշտաններ իր մոտ։ Այսինքն այդ առատ դաշտանը ճարպակալում ունեցող կանանց մոտ, բարձր զարկերակային ճնշում ունեցող, շաքարախտ ունեցող, չծննդաբերած կանանց մոտ իրանք արդեն ռիսկային են արգանդի քաղցկեղի։ Ու եթե սիմպտոմներ ունեն առատ դաշտան, ավտոմատ պիտի մտածես ոնց անես շղթես արգանդի քաղցկեղը։ Բնական է այդ կնոջը խորհուրդ է տվել արգանդի խոռոչի քերում հիստերոսկոպիայի հսկողությամբ,
ու դա այդ կին եկել էր անցած տարի։ Ուրեմն մի հաղորդագրություն ուղարկել եմ մարտին, որ կատարել եք խորհուրդս թե ոչ։ Հիմա այսօր բացեցի, տեսա, որ արդեն հաղորդագրություն մարտին ուղարկել եմ, մտածեցի ուղարկեմ երկրորդը թե ոչ, ասեցի լավ, որ թեման փակեմ, մի հատ էլ ուղարկեմ։ Ու նորից ուղարկեցի, մի քիչ ձևափոխած SMS, ես որ խորհուրդ է տվել ձեզ կատարել հիստերոսկոպիա կատարել եք թե ոչ, ու պատասխան է գալիս դու Հայաստան խոպան ես եկել։ Սկզբից չհասկացա, մի քանի անգամ այդ հաղորդագրությունը կարդացի, ուրեմն այսպիսի պատասխաններ են, այս չի որ բոլորին դուր ենք գալի, Ժողովուրդ ջան, այդպես երկիր չկա, որ գոհեն բուժառուները բժիշկներից, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ոչ Գերմանիայում, երեք երկու կին էին Գերմանիայից եկել խորհրդատվության, որ շատ դժգոհ են Գերմանիայի բժիշկներից, ես նույն բաները ասեցի, ինչ Գերմանիայի բժիշկներն էին իրենց խորհուրդ տվել, բայց ես երկար խոսացի, տեսնում եք, որ խոսալը սիրում եմ, վերջում հարցեցի, ասել կարող է փոշմանեք, որ եկել եք ավելի լավ կլներ Գերմանիա, չէ, այդ մարդիկ ուղղակի սիրում են, որ իրանց հետ խոսեն։ Մի խոսքով այս բուժառուից, որ մտածում է այս խոպանը եկել իրան բլոգեցի, տեսնում եք, որ բլոգելն է իմ մոտ ամենալավը ստացվում եմ Հայաստանում, աչքիս, բլոգեցի, որ նորից չանհանգստացնեմ այդ մարդուն, որովհետև ինչ պետք էր ասել եմ արդեն խորհուրդների ժամանակ, երկու անգամ էլ հաղորդագրություն եմ, ուրեմն անպայման չի, որ բոլորին դուր գանք, ու դա չի նշանակում, որ մեկը ասել է խոպանս եկել, ես մնացածներին հաղորդագրություն չեմ գրելու, այդպես չի, սա իմ ոնց ասում են նվաճումն է, որ ես սա հասել եմ թե մտքով, թե ուսումքով, որ պիտի հետադարձ կապ ունենամ բուժառուներից հետ, սա շատ կարևոր է։ Շարունակում ենք։ Եվ երկրորդ դեպքը հետաքրքիր նորից պատմեմ, որ գուցե գինեկոլոգիայի հետ կապ չունի, ուրեմն հիվանդներից հերթագրված են, չեմ սիրում ուշացնել որևէ մեկին, լինում են դեպքեր, որ ուշացնում եմ, այնպես չի, որ լինում են դեպքեր, որ չեմ էլ հասցնում կամ խորհրդատվության ընդհանրապես։ Բայց ուրեմն մի կին է եկել առանց հերթագրվելու, մտավ բան պիտի ձեզ ասեմ, նստեց ու դե ես աշխատում եմ շատ քիչ խոսել այդ ընթացքում, որ ինքը շուտ ասի ու գնա, որտեղ մնացածները չսպասեն, բայց այս կին երկար սկսեց պատմել։ Ուրեմն այս կին եկել էր սովորական այցի պրոֆիլակտիկ, ու այս քանի որ այդ պապ քսուկ էր հանձնել մամոգրաֆիա եւ խորհուրդների մեջ այդ ներքևի երրորդ խորհուրդները, որ երրորդ խմբի խորհուրդները, որ կա արյուն հանձնեք, մեզ հանձնեք, մեծահասակներին նույնպես խորհուրդ եմ տալիս աղիների քաղցկեղի սկրինինգ, այդպիսի սկրինինգ կա, որ զարգացած երկրներում օգտագործում են, դա կամ տարին մեկ տղանքում թաքնված արյուն են ստուգում, կամ 10 տարի մեկ խորհուրդ են տալիս կոլոնոսկոպիա անեք։ Ես կնոջից ամեն ինչի բացատրել եմ, երևի նոր ժամանակները սա եղել է հագին ժամանակ եմ ունեցել այդ բացատրելու։ Մի խոսքով իսկ ինքը դուրս եկել իմ մոտից, գնացել, որ եկել եմ կոլոնոսկոպիա անեմ, ասել են դու կոլոնոսկոպիան չի համար ես անում, գանգատներն ես, ասել է չէ չունեմ, դե մի ար, չէ, իմ բժիշկս ասել է կոլոնոսկոպիա կան, մի խոսքով իրան կոլոնոսկոպիա են անում, 5 պոլիպ են այդտեղ գտնում, մեկը շատ մեծանում, ասում են ես մեկը կգաս հեռացնենք, գնում ա նորից չի ալարում, գնում ա այս կոլոնոսկոպիան երկրորդ անգամ անում, այդ պոլիպը հեռացնում, ուտեղ քաղցկեղ է լինում, շատ վատ քաղցկեղ է լինում, հիմա գնում ա նորից բժշկի մոտ ասում է հիմա ինչ անեմ, ասում է դե հիմա բուժված ես, ոչ մի բան, ու եկել այն մոտ ասում է բա հիմա ինչ անեմ, դե ես աղիների բժիշկ չեմ, ես չգիտեմ ինչ անեմ, բայց կարևորը որ ինչ որ միտեղ օգուտ ես բերել, սա նույնպես շատ կարևոր է։ Ասելիքս նաև որ մեր աշխատանքը շարունակում ենք անել, հնարավորինս որակը բարձրացնենք, հնարավորինս ինչքան կա, այնքան պիտի բարձրացնենք ու զարգացումը մեզանից է գալու, չի զարգացումը կախված չի, ռուսները կգան կգրավեն մեր երկիրը, թուրքերը կգան, Աստված ոչ արասցե ոչ են, մենք անկախ ազատ Հայաստան լինենք ու զարգացումը մեզանից պիտի գնա, ամեն մեկս մեր տեղում պիտի զարգանանք ու երկիրը այդպես պիտի զարգանա։ Մեծ ու սիրով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։